Սարգիս կխնդրեմ ներկայացնեք ինչպես եղավ, որ մեքենան այս իրավիճակում հայտնվեց, այսինքն գիշերը կայանել եք բակում եւ առավոտյան այս վիճակում եք գտել, ինչպես ա եղել, մի փոքր գործողությունների ընթացք ներկայացնեք։ Երեկ ես 8:30-ի սահմաններում աշխատանքից վերադարձել եմ, կանգնացել եմ ստեղ։ Այսօր առավոտը 8:10 երեխաներից դպրոց տանելուց իջել եմ ներքև, հայտնաբերել եմ մեքենաս սենց վիճակում։ Կաման։ Ոստիկանությունը արդեն հաղորդում ներկայացրել եք, որ գան մեքենան։ Արդեն ներկայացրել եմ հաղորդում ոստիկանությանը, եկել նայել են, զննել են, հայտարարություն են վերցրել, փորձագետն ա եկել, նայել, զննել եւ այլն, այսինքն ընթացքի մեջ է։ Գործ հարուցվել է ամենայն դեպքում։ Այո, հարուցվել է գործը հարուցվել։ Մեքենան ամեն օր այստեղ եք կայանում եւ որևիցե խնդիր մինչ այսօր նմանատիպ խնդիր չի եղել։ Մինչեւ այսօր տենց չի եղել խնդիր։ Եղել է որ ինչ որ եկել են, կպել են, ինչ որ փոս են գցել, չգիտեմ, տենց բան չի եղել, որ սենց վանդալիզմով զբաղվեն։ Այսինքն օրինակ ոստիկանությունը ինքը որակել է որպես գույքի վնասում հոդվածն է ինքը բաները։ Իսկ քո գնահատմամբ ինչով է սա պայմանավորված, այն հանգամանքով, որ դու նաև լրագրող ես, հա, այսինքն քո լրագրողական աշխատանքին ուղված, քո լրագրողական աշխատանքի դեմ ուղված սա քայլ է, թե, չգիտեմ, գուցե ինչ-որ խնդիրներ ես ունեցել, մարդիկ որոշել են այս տեսքով հաշվի առդար տեսնել քո հետ, ի՞նչն է պատճառը եղել։ Ես կարծում եմ սա արդյունք է իմ մասնագիտական գործունեության Եվ հիմնականում ես կարծում եմ այդ Սասնա Ծռերի եւ Սարիթաղի իրադարձությունները լուսաբանելու, որոշ մարդկանց դեմքեր նկարելու դա արդյունքն է։ Ես կարծում եմ այդպես։ ՀԿՑ-ում ես ասում եմ որպես վկա, կարող է որպես նախազգուշացում է ինձ, չգիտեմ, Անդրեաս Ղուկասյանի հետ կապված ես պետքա փաստաբանական հարցում այսօր երևի պետքա տայի, փաստաբանի հարցեր ուներ, հնարավոր է իր հետ կապված է։ Այսինքն ես հիմնական այս արարքը կապում եմ այդ Սասնա Ծռերի եւ կարևորապես Սարիթաղի իրադարձության հետ։ Իսկ ենթադրություններ ունես կոնկրետ ովքեր արած կլինեն, եթե գուցե ոչ անուններ հրապարակես, այդուհանդերձ մասնավորապես ինչ օղակներից են դրանք։ Ես կարծում եմ այդ այն մարդիկ են արել, ովքեր ընկել են իմ տեսախցիկի տեսադաշտում, Սասնա Ծռերի եւ այդ մասնավորապես Սարիթաղի այդ գործողությունները որ եղավ, չեմ հիշում 29-ներ կարծես, հա, հունիսի թե հուլիս կոնկրետ պայթուցիկները երբ հուլիսի 29-ին է տեղի եղել եւ ամսի 21-ին նաեւ Սարիթաղում էր բախումներ տեղի ունեցել, որ դեպքերն ես մասնավորապես լուսաբանել 29-ի դեպքերն ես լուսաբանել, դրա մասին մի փոքր պատմի եւ նաեւ զուգահեռները այսօրվա կատարվածի միջև անցկացրու նաեւ։ Դե ամսի 29-ի Սարիթաղի իրադարձությունները լուսաբանելիս իմ տեսախցիկի տեսադաշտի մեջ ընկել են այն մարդիկ, ովքեր որ լրագրողներին եւ օպերատորներին ենթարկել են բռնությունների։ Այդ կարող եք դիտել, Civilnet-ի եթերում կարող եք տեսնել այդ կադրերը եւ ես անցնում եմ ՀԿՑ-ում այդ գործի վերաբերյալ անցնում եմ որպես վկա։ Ես դրա հետ եմ կապում, ուրիշ բանի հետ ես չեմ կապում։ Այսինքն այն քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ այն մի քանի մարդիկ, ովքեր այդ օրերին ներկա էին այդտեղ այդ բախումների ժամանակ, այդ ծեծկրթոկի ժամանակ։ Հա, ես կարծում եմ այդ քաղաքացիական հագուստներով այդ մարդիկ, ովքեր ես ֆիքսեցի։ Նման կերպ փորձում են փաստորեն սպառնալ ձեզ, վախեցնել, հա, այսինքն որպեսզի, չգիտեմ, ցուցմունք չտակ այլևս որպես վկա կամ ինչպես եք դուք կարծում։ Ես ճիշտն ասած լավ կլիներ որ իրանք մի տողեր գրեին, թե իրանք ինչ են ուզում, որ ես հասկանայի, թե չէ սենց անելով ես ճիշտն ասած չեմ հասկացել, կարող է, չգիտեմ, մյուս անգամ ուրիշ բան անեմ կարող հասկանամ ես, բայց այս անգամ ես ասում եմ որ ես
իրենց ասածը ընդհանրապես անհասկանալի է։ Դու մի բան գրեն կպցնեին, ասեն, այս պատճառով, sense բաների համար մենք այս գործողությունը անում ենք։ Դու գրեն մարդավարի իրար հասկանանք։ Իսկ Բաքում տեսախցիկ կամ չգիտեմ այս տարածքում տեսախցիկ կամ ինչ-որ բան, որը ֆիքսած կլիներ տվյալ մարդկանց դեմքերը կամ կոնկրետ գործողությունը։ Չէ, այս տարածքում տեսախցիկ չկա, իմ մեքենայի մեջ կար տեսախցիկ, բայց ինքը փչացել է։ Ես իրան վերջերս հանեցի, փչացած էր, անդադ ընկնում էր պարբրիսի վրայից, բայց չկա, այսինքն ֆիքսված ոչ մի բան չունենք մենք։ Եվ խնդրում եմ քո առաջիկա գործողությունները նաև մի փոքր ներկայացնես, այսինքն ոստիկանություն իրավապահ մարմիններին արդեն հաղորդել ես կամ բայց այդուհանդերձ ինչ եք պատրաստում անել, այսինքն անկախ այս հանգամանքից ցուցմունք տալու ես որպես հուլիսի 29-ի գործով վկա կամ ինչ է առաջիկա անելիքները այդ մասին մի փոքր խոսես։ Սենց ասեմ, այս գործողությունը ինձ ոչ մի փոփոխություն իմ վրա չի գործադրել։ Ազդեցություն չկա։ Իսկն ոնց ես ապրում եի, տենց էլ ապրում եմ։ Իսկն իմ գործողությունների ինչ որ փոփոխություն ես չեմ կանխատեսում, էլի։ Սենց։ Այսինքն եթե օրինակ ենթադրենք, որ միտում է ունեցել սպառնալու քեզ վախեցնելու կոնկրետ այդ դեմքերը, որ նկարել ես, սա ոչ մի կերպ ազդեցություն չի ունենալու, շարունակելու ես ցուցմունք տալ, եթե իրավապահ մարմինները ՀՔԾ-ից մասնավորապես կանչեն։ Հա, իմ վրա ոչ մի ազդեցություն սա չի թողել, ասենց ասեմ։ Իսկ մինչև այս եղել է դեպք, որ քեզ զանգեն, սպառնան կամ չգիտեմ այլ տարբերակներով փորձեն քեզ խոչընդոտել, քո մասնագիտական գործունեությանը խոչընդոտել։ Կոնկրետ ինձ ոչ ոք չի վախեցրել, ոչ մի ուրիշ սպառնալիքներ ես չեմ ունեցել, որ զանգել են, ոչ ինչ որ հանդիպել են, չի եղել։ Այս առաջի անգամն է, որ սենց բան արեցին ինձ։ Հաղորդագրություն թողեցին, էլի։ Ոնց կարելի ասել։ Բայց ինչա գրած հաղորդագրության տակ ես չգիտեմ։ Ես կարող եմ կապել, մենակ ենթադրություններ ասա, սա ենթադրություն է։ Կարող եմ սխալվում եմ ես։ Բայց առաջի ինչ որ մտքից գալիս է դա է, ուրիշ ոչ մի բան։ Իսկ հնարավոր է, որ չգիտեմ անձնական խնդիր եք ունեցել ինչ-որ մեկի հետ եւ նա է փորձել։ Հնարավոր է ինչ-որ մեկի հետ անձնական խնդիր եմ ունեցել, բայց ես չեմ հիշում դες բան։ Հնարավոր է ինչ-որ մեկը ինձանից չգիտեմ։ Եթե ինձ ասում եմ, թե հասնում եք ինչը կարող է պատճառ լինի, ես ասում եմ, դա միակ այդ սասնածառերի, այդ բաների։ Այս 0 է հիմա։ Առաջ 22 էր, հիմա 0 է ճնշումը ակերից։ Այսինքն 0 չի։ Մթնոլորտի ճնշումն է լրիվ մեջը։ Բոլոր 4 անվադողերն էլ այս վիճակում են։ 4 անվադողները այս վիճակում են, շատ սիրուն իրանք sense ճղել են։ Ապակիները կոտրեն։ Հետևի ապակինը կոտրած, կողքի բեռնախցիկի ապակինը կոտրած եւ նստատեղի ապակինը կոտրած։ Ոչ մի բան չեն գողացել, ոչ մի բան չեն տարել, մեքենայից ոչ մի բան չի պակաս։ Այսինքն մեքենայում ինչ, չգիտեմ, թղթեր կամ ինչ-որ անձնական իրեր, որոնք ունեցած նույնությամբ մեջն է եղել։ Ակնոցները դրած է եղել նստարանի վրա։ Տենց էլ մնացած ակնոցներս դրած է եղել նստարանին։ Այսինքն մեքենան թալանելու միտում չեն ունեցել։ Այսինքն սա եղել է հաղորդագրություն է սա եղել։ Սա հաղորդագրություն է եղել, բայց ես ասում եմ, չգիտեմ ինչ հաղորդագրություն է։ Գոնե ասեին, ասեմ, միտեք կպցնեիք, փեճատեիք, ասեիք, ստե գրեիք, ասեիք։ Ստե կպցնեիք, ասեիք, ահա, ես sense բաների համար, sense բան։ Գրեիք։ Իսկ մեքենան ապահովագրված է, այսինքն։ Ապահովագրված է, բան, հասար է, կասկո չկա։ Միշտ ասած ես մտածում եի կասկո անել, որտեվ կանխատեսում եի, sense ասեմ, որ մեքենայից մի բան կանեն, կանխատեսում եի։ Այդ դեպքերից հետո մասնավորապես։ Հա, ես գումար չունեցա։ Պարզապես գումար չեմ ունեցել, որ կասկոն անեմ։ Դե չէ ես ասեմ, նախատեսում եի, կանխատեսում էի, sense ասեմ։ Իսկ նախկինում ոչ այսպիսի, բայց այդուհանդերձ այլ դեպքեր եղել են, որ քո մասնագիտական գործունեությանը ինչ որ կերպ փորձ են վնասել։ Այս տիպի բաներ չի եղել, խոչընդոտումներ չի եղել, այս տիպի։ Ասենք տեղում ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից եղել է։ Բայց այս տիպի բան չի եղել։ Այս առաջին անգամ է։ Եղել է, որ եկել ասում կպել են, ինչ որ փոս են գցել, խփել են բանով, բայց ինձ թվում է ստեղի։ Միտումնավոր։ Ես կարծեմ միտումնավոր եղել է, հա։ Մի քանի կես տարի, մի տարի առաջ, նույնիսկ ավելի, 2 տարի առաջ եկել ինչ-որ բան են արել։ Բայց այս տիպի չի եղել։
Դուրսը կանգնած մեքենա է, դե լինում է, դուրսը կանգնած մեքենաներին գալիս են, իրար բրթում են, կապն են, ինչ որ փոսեր գցեն եւ այլն եւ այլն։ Դե համենայն դեպս այնպեսի տեղում է կայանված, որ ոչ արգելված տարածք է, ոչ էլ ինչ որ մեկի մեքենային է խանգարել, որ նման բան անեն։ Իմ մեքենայի մշտական կանգնելու տեղն է սա։ Բոլորը գիտեն, նույնիսկ հարևաններս չեն գալի կանգնստում, ստեղ չեն կանգնում, էլի, որտեղ գիտեն, որ ես եմ կանգնում։ Ճիշտ է, ես թողան կանգնեն, ես բան չունեմ, ինչ որ պրոբլեմ չունեն, էլի, այսինքն ես ստեղ կանգնեն, ուրիշ տեղ կանգնեմ ես, այսինքն դա սա իմը չի։ Հա, մենք բոլորին սա էս երկիրը, էլի։ Հա, ստեղ են իրանք տեսա, հարվածից երևում է ճղել են իրանք վնասվածք են ստացել, սա արունը ստե ցպնել է այստեղ։ Երևում է լավ էլ բան ա եղել։ Սուր գործիք է եղել։ Հա, երևում է, չէ, դե սանում են ճղվել, երևում է։ Ապոկև են ճղվել, բայց երևում է լավ էլ բան ա եղել։ Լավ էլ վնասվածք են ստացել։ Սենց։ Ամեն ինչը տեղն է, ոնց կար տեղը միջս զիբիլ ասես լեցած այտենց է մնացել է։ Բեռնախցիկից ոչ մի բան չեն տարել։ Ոչ մի բան չեն տարել բեռնախցիկից, նա գործիքները սինա դրած անդե թանկ գործիքներ են իրականում։ Կարող են տանեն չեն տարել, նա շտատիվա դրած, շտատիվը չեն տարել։ Սարգիս եւ կխնդրեմ ներկայացնես նաեւ որ ոստիկանությունից եկան, նկարեցին, չափագրում արեցին, գնահատում արեցին, արդյոք թե ոչ ինչ մասնավորապես գոնե նախնական տվյալներով հաղորդեցին, ինչքան վնաս եք կրել, ինչպես պետք է հարցը կարգավորվի։ Ոստիկանությունը եկավ, ես դիմում գրեցի, եկավ փորձագետը զննեց մեքենան, արյան հետքերը վերցրեց եւ ինձ ասեցին, որ պետքա գնահատվի վնասը, դրա համար ասեցին, որ պետքա փորձագետը գնահատող փորձագետը դա պետքա անի, ասեց կամ ինքը պետքա գա ստեղ, կամ ավելի լավա դու ասեց բան արես, ակերը գցես տակը տանես, թող փորձագետը այնտեղ նայի։ Տենց, բայց ասեց փորձագետը երբ կգա, ասում եմ ես չեմ կարող քեզ ասել, կարող շատ երկար տևի։ Այսինքն ես հիմա ինչ չգիտեմ ինչ անեմ։ Սպասեմ փորձագետին 10 օր, 15 օր, տեսնեմ 15 օրից չի գալի, նոր ես բան անեմ։ Ես ասի որ անհնարին է, ես հետևի ապակին անհնարին է, ես ինչով փակեմ, որ գնամ, ես ձմեռը ես չեմ քշի պրոստը։ Իսկ քրեական գործ որ հարուցեցին, նշեցին երբ ես գնալու ցուցմունք տալու, այսինքն այդ Չէ, ոչ մի բան չեն նշել, մենակ հաղորդագրություն վերցին այդքան բան։ Գրեց բանը, դիմում, վերջ։ Հենց այս շենքում եք, չէ, ապրում որերորդ հարկում եւ այսինքն հնարավոր չէ որ հարևաններից ինչ որ մեկը այդ խփելու ձայնը լսեր կամ այդ ապակիների կոտրվելու ձայնը լսեր, ինչ որ աղմուկ բարձրանար։ Ես ապրում եմ 6-րդ հարկում։ Եթե նայեք շենքին, տեսնեք, որ հիմնականում եվրոապակիներ է եւ հիմա աշուն է, մարդիկ արդեն փակ են, պատուհանները պահում։ Դա համար ես կարծում եմ շատ լավ ժամանակ է այդ իրագործել էլի այդ։ Այսինքն ոչ ոք չի լսել, որովհետեւ պատուհանները փակ է, եւ երևի հարկերը, այս հարկերը մարդ չի ապրում, առաջի հարկերում։ Ոչ ոք չի լսել։